Երեք պարզվեց, որ Wildberries և Ozon համակարգերով հնարավոր չէ արտահանում իրականացնել Հայաստանից Ռուսաստան։ Բարև ձեզ, եթերում խորագիրն է, ես Գևորգ Էմինտերյանս, Ավետիք Քերոբյանը և դեմ եմ բոլորին շարժման անդամ Նինա Կարապետյանցը կփորձենք ամփոփել անցաչափածվա գլխավոր իրադարձությունները։ Ողջույն։ Անցաչափածվա գլխավոր իրադարձությունը Ռուսաստանի հետ քո կարծիքով խնդիրներն են, չէ, մամուլում տարածված տեսակետով, որ մի կողմից էս Wildberries-ի եւ Ozon-ի արգելքներն են, մյուս կողմից ջերմուկի արգելքն է, որ իբր Ռուսաստանը ուրեմն հանում է վաճառքից ջերմուկը, չնայած այստեղ էլ իհարկե խնդիրներ կան, որովհետեւ ջերմուկը մեր ունեցած տեղեկությունները ունի մեկ հիմնական դիստրիբյուտոր Ռուսաստանում եւ ունի բազմաթիվ ոչ պաշտոնական դիստրիբյուտորներ, որոնք այսպես քիչ-քիչ կրում են ջերմուկը Ռուսաստան եւ հատկապես Ռուսաստանի հարավում վաճառում են։ Սա շատ հարմար նախընտրական բան է, ես կարծում եմ, ուրեմն Նիկոլ Փաշինյանի համար, այսպես պասա, որովհետեւ օգնություն է, այո, որովհետեւ մի կողմից ուրեմն այն մարդիկ, ովքեր տուժել են Wildberries-ից եւ Ozon-ից, հիմա ոգևորված գնալու են քվեարկել են Նիկոլ Փաշինյանին, այսինքն դրանք այդ բաների տոնավաճառների, բաների օֆլայն առևտրով զբաղվողներն են, որոնք այսպես քիչ-քիչ հայտնվում են խաղից դուրս վիճակում, իսկ այն մարդիկ, ովքեր այս Wildberries-ով եւ Ozon-ով փող են աշխատում, իրենք իրական շատ քիչ են եւ այդպես մեծ բան չունեն, էլի, ազդեցություն չունեն։ Ես կարծում եմ, որ սա եւս այսպես հերթական ռուսական բանն է, աջակցությունն է Նիկոլ Փաշինյանին, որով ինքը կարողանալու է ինչ-որ հասարակության մի զգալի շերտի ուղղորդի դեպի իր ընտրություն։ Սրանից մի քանի շաբաթ թե ամիս առաջ նաև լուր տարածվեց, որ Պորոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվում Ռուսաստանում վաճառքը, որովհետև այնտեղ մակնշման թե ապրանքի հենց կազմի անհամապատասխանություններ կային եւ այլն, բայց խնդիրը այստեղ կանում է հետեւյալում, որ Հայաստանում բիզնեսը եւ ընդհանրապես բիզնես միջավայրի համար պատասխանատու լիազոր մարմինները ընդհանրապես պատրաստ չեն որևէ տեսակի ռազմավարական մտածելակերպ, գործելաոճ ընդհանրապես չունեն, զբաղված են իրավիճակային արձագանքմամբ եւ ոչ միայն իրենք։ Պաշտպանության նախարարությունը նույն ձև իրավիճակային արձագանքում անում եւ ինչ որ բաներ ձեռնարկում ընդհանրապես ասած միայն մամուլի հաղորդագրություններից հետո նույն անում է ԱԱՑ, նույն անում է դատախազությունը, նույն անում է բոլորը, բացարձակ բոլորը զբաղված են իրավիճակային արձագանքումով, որովհետև այսպեսին է իշխանության գործել է ոչը։ Իսկ ինչ վերաբերում այո, ռուսական օգնությանը Նիկոլ Փաշինյանին, ես մեկ անգամ չէ որ ասել եմ, որ նա Հայաստանում ամենառուսամոլ եւ ռուսամետ քաղաքական գործիչն է եւ ամենամեծ աջակցությունը նախ ընտրական փուլում ստանում է հենց Ռուսաստանից։ Այս էլ մեզ վառ օրինակ, սրանով բորբոքվելու են հակառուսական կրքերը, ինչ որ այսպես գնալու են փորձելու են խրոխտ կեցվածքով այսպես որոշումներ ստեղծել կամ լուծումներ փնտրել, բայց փաստը մնում է փաստ, որ այս վիճակում, այս իրավիճակը սրա ամենամեծ շահառուն այսօրվա իշխանությունը, որը սրանից փորձելու է եւ արդեն քաղում է պտուղներ։ Թվում է թե հակառակ էֆեկտը պետք է լիներ, ասային որ չէ, տեսեք Նիկոլ Փաշինյանի դեմ այս process-ը իրականացվում, բայց փաստացի ստացվում է շատ обыватель, հասարակական քաղաքացու համար ինքը գուցե ընկալելի չլինի ինչը այս գործողությունը հակառակ էֆեկտ է տալի ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի, որովհետև նոր հնարավորություն է տալի թիրախավորելու այսպես ասած Ռուսաստանը եւ ռուսամետներին կամ Ռուսաստանից ուղարկվածների, որոնց պակասը մենք չունենք, ու սա եւս մեկ անգամ ցույց է տալի, որ Ռուսաստանը իրական մեզ համարում են, որ միշտ արել է մի քանի հատ ստավկա, բայց ով էլ որ հաղթեց ինքը իր մարդկանց ունի պլյուսի մեջ է, ինքը պլյուսի մեջ է, երբեք Ռուսաստանի Դաշնությունը մի ուժի վրա երբեք ստավկա չի արել է մի քանի ուժերի վրա, այնպես որ Ռուսաստանը պալուբոմս տեղ շահած է դուրս գալու, իսկ այս դեպքում իսկապես ուղիղ իմաստով Նիկոլ Փաշինյանին աջակցելու ավելի լավ քայլ եւ եւս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը հարմար է բոլորին, բառացիորեն բոլորին
Ադրբեջանը կլինի, Թուրքիան կլինի, Ռուսաստանը կլինի, Արևմուտքը կլինի, Միացյալ Նահանգները կլինեն, հարմարա բոլորին, բացի հայ ժողովրդից։ Ու մենք այստեղ շատ լուրջ անելիք ունենք այս իմաստով։ Ես ուզում ավետիքի ասացին լրացնեմ, ուրեմն այդ մեկօրյա մտածողության, այս րոպեական մտածողության մասով, որ ուրեմն 3 Գևորգ Պապոյանին նախարար Գևորգ Պապոյան հարցնում են ինչու է այս արգելքի վերաբերյալ ինչա տեղ ունենում, ասում եմ ես տեղը չեմ, մի հատ կնայեմ կասեմ, բան մի ժամ հետո գրում եմ մի հատ ստատուս, որ քաղաքական ընդդիմադիր երկու ուժերի դանոսների պատճառով, ուրեմն Վայլբերիզը եւ Օզոնը փակել են դանոսների պատճառով, ես իբր ասենք բաներն են էլի ընդդիմադիրներ։ Միշտ մոտապես մի 5-6 ամիս առաջ էս Մաքսային միության կանոնակարգերի հետ կապված էս խնդիրը, հենց եւ հենց դա դրա հետ է կապված, պարզ էր, որ սա մի օր լինելու է։ Ուղղակի Վայլբերիզն ու Օզոնը հաշվի առնելով, որ տևական ժամանակը պահանջվելու, ասենք, Ռուսաստանի պահեստներում ապրանքային ոնց որ ինչ որ բազա հավաքելու եւ այլն, որոշել են, որ այսօրվանից կամ երեկվանից դա արգելելու են հենց վաճառքը այն վաճառողների համար, որոնք Ռուսաստանի պահեստից չեն առաքումը իրականացնում, որովհետև դա բերելու է իրականում բերումը ահագին այսպես դրացուցիչ ծախսերի հենց իրենց համար։ Հիշում եք մի 2-3 տարի առաջ, երբ սկսեցին Վայլբերիզի ապրանքը ԱՀՀ-ով հարկել, կտրուկ թանկացավ, խնդիրներ էին առաջանում եւ այլն, բայց անցավ այդ պահը։ Հիմա այս պահն էլ անցնելու, բայց նստվածքը մնալու է, ոնց որ հին անեկդոտի մեջ, ասում տղեկ, ես իմ ասածը ասեցի, մնացածը դուք գիտեք։ Իսկ իրականում, եթե ռուսամետության եւ ռուսահաջողության թեման փորձենք այսպես վերլուծել հերձել, ապա ակնհայտ է, որ այսօր նույն Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենաառանցքային պաշտոնները արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները զբաղեցնում են հենց ռուսական ազդեցության կրող Սուրեն Պապիկյանը, որը ժամանակին ծառայել է FSB-ի սահմանապահ զորքերում, եւ Արարատ Միրզոյանը, որը իսկ նաեւ իր խոստովանությամբ եղել է փորձագետ։ Բայց ԱԱՑ-ի չէ, էլի, միևնույն է, այսօրվա ԱԱՑ-իները իրենք մեկը KGB են ասում, երբ որ իրանց պետք է, հա, բայց իրանց ժամանակ ԱԱՑ-ը իրանց համար դա ԱԱՑ-ը, ԱԱՑ-ը, բայց օրինակ մնացածը, հա, եւ Նիկոլ Փաշինյանն էլ իր բաներին, ոնց որ դիմախոսներին ուղարկում է KGB-ի պատվալներ, էլի, ոչ թե ԱԱՑ-ի կենտրոն քրեակատարողական հիմնարկ էլի, այսպես չէ։ Փաստորեն ստացվում է, որ Արարատ Միրզոյանը մի քանի երկրի շպիոն է, էլի, ասենց ասած, թե Թուրքիայի կողմից ոնց հասկանում եմ, խոսակցություն կար, որ Վիրբովկա եղել, հետո հակառակ ուղղությամբ են նաև Պերևերբովկա արել, հիմա պարզում է նաև Ռուսաստանը, լավ է, ճոխ ենք ապրում։ Երբ որ դու իրոք իրավիճակային լուծումներ ես տալու, ոչ թե խորքային բարեփոխումներ ես գնում, մենք ունենք իրավիճակ, որտեղ ոչ մեկ բառացիորեն ոչ մեկ լուստրացված չի, ու ես ամեն անգամ այդ հարցը սկզբից ինքս ինձ էի տալի, լավ, իմաստը ո՞րն էր չանելու այդ լուստրացիան։ Հիմա հասկանում եմ, որ այդ լուստրացիան առաջին այս իշխանությունները չէին անցնելու, իրանք մնալու են այդ խաղից դուրս, որովհետև բնականաբար իրանք փորձելու են Անդրանիկ Քոչարյանով, Դանիել Հովհաննիսյանով ու էլի նույն մարդկանցով կազմակերպել այդ հանձնախումբը, դե ուրիշ մարդ չկա, չէ, այնտեղ միշտ նույն կազմն է լինում։ Էլի մարդիկ կան, որոնք մշտական ունեն, այն ոնց որ բան, տրամվայի մշտական ունեն ասել, իրանք բոլոր հանձնաժողովները մշտական ունեն, ու բնականաբար իրանք ծածկելու են, ու լավ է որ չեղավ այդ լուստրացիան, այդ ժողովուրդը շատ է նեղվում, ասում է, ասում եք կանենք։ Լավ է որ չեղավ, որտեղ մի անգամ process եթե լինում է, երկրորդ անգամ արդեն խնդրեմ է իրականացնել, հա, ես կարծում եմ այդ պարտադիր պայման պիտի լինի։ Դե նույնիսկ երբ ոնց որ նույն Անդրանիկ Քոչարյանը, ասենք 16 թվականի պատերազմի մի հատ քննիչ հանձնաժողովի ղեկավարը, որի զեկույցը մնաց գաղտնիքի փականների տակ, եւ 20 թվականի պատերազմի զեկույցը, իհարկե անհնար է կազմել որևէ զեկույց 20 թվականի պատերազմի հետ կապված, որտեղ չլինեն իշխանության այն ժամանակ իշխանություն զբաղեցնողների կամ պաշտոն զբաղեցնողների հանցագործությունների հետքերը։ Հնարավոր չէ այդ հետքերը թաքցնել, որովհետև ասենք կա օրինակ RBK-ին տրված հարցազրույցը, որը գնացել է եթեր, որտեղ ասենք մեր զորքերի պլանավորվող գործողությունների մասին մանրամասներ են հայտնվում, կամ խախտված այո, կամ խախտված ես ինչ արնելու եւ այլն, կամ սեպտեմբերի 25-ին անոնս արված եւ սեպտեմբերի 26-ի երեկոյան եթեր չգնացած հարցազրույցը, հա,
կամ նույնպես, ասենք 24 թվականի մարտին Ալիևի կողմից անոսարված Արայիկ Հարությունյանի եթեր չգնացած հարցազրույցը, որի դիմաց ես վստահ եմ Կիրանցում եւ Ոսկեպարում տրվեցին հողեր Ալիևին հենց դրա դիմաց ոչ թե պատերազմի սպառնալիքի, այլ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը եթեր չտալու համար լիքը այսպեսի բաներ։ Այս 44 օրյա պատերազմի շատեր ասում են դե լավ, այսօր չհրապարակի, վաղը կհրապարակեն կամ իշխանությունը փոխվելուց հետո չէ, հիմա պիտի հրապարակվեր։ Ինչու՞, որովհետև անգամ եթե ես չեմ հավատում, որ այնտեղ բազմակողմանի օբյեկտիվ քննություն անում, հնարավոր չի, որտեղ եթե դու 16 թվականի, որտեղ դու չես եղել պատասխանատուն, չես հրապարակում այդ նյութը, դու քո վերաբերյալ բնականաբար օբյեկտիվ լինել չես կարող, ու սա պիտի հրապարակվեր ինչի, որովհետև այս ընտրություններին գուցե մասնակցում են մարդիկ, թիմեր, կառույցներ, ներկայացուցիչներ, որոնք իրավունք չէին ունենալու ոչ իրավական իմաստով, ոչ բարոյական իմաստով, պիտի իրավունք չունենային մասնակցելու ընտրություններին, բայց այդ մարդիկ կան ցուցակներում, այդ մարդիկ գրանցվել են ԿՀՀ-ում, հետեւաբար մարդիկ հասարակությունը ընտրողը շարքային, ինքը մոլորության մեջ է, ինքը չի կարողանալու ճիշտ որոշում կայացնել, ու ես ողջունում եմ այն մարդկանց, ովքեր հարազատները հասկանալի է, որ իրենց ցավը վիշտը ցասումը ունեն այդ հարցում, բայց նաև այն բոլոր մարդիկ, ովքեր աջակցում են այս process-ին, անկախ մեր քաղաքական հայացքների մեջ տարաձայնությունների, ողջունում եմ այդ մարդկանց, ովքեր աջակցում են եւ սատարում են այդ թիմին, որտեղ դա շատ կարեւոր է հրապարակել միջև ընտրությունները։ Ժողովուրդը պիտի իմանար այդ գոնե այն շրունքները այդ դավաճանության եւ ոչ պրոֆեսիոնալիզմի մասին պիտի իմանային ժողովուրդը։ Ես ճիշտ ասած կարծում եմ, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի հատ դեպք, որը միջև վերջ այսպես հետաքննված եւ բացահայտված լինի, թեև մենք ունենք, ասենք, մի 10-20 իրադարձություն, որոնք վճռորոշ են եղել Հայաստանի ապագայի համար։ Սկսած, ասենք, չգիտեմ, 95 թվի, 96 թվի ընտրություններից մինչև հոկտեմբերի 27, մարտի 1 եւ այլն, որտեղ շատ անհասկանալի է բանը եւ օրինակ ասենք ես որպես մարտի 1-ի ականատես մարդ ես տեսել եմ ինչ-որ պահից սկսած զենք ցուցարարների ձեռքին, բայց ես ինչքան կարդում եմ այդ բաները, ես հասկանում եմ, որ դա ոչ միտեղ արձանագրված չի։ Ամենալուրջ հարցը, որ քննության չի արժանացել, դա 94 թվականի Բիշկեկում ստորագրված գրակի դադարեցման համաձայնագիրը, որը եղել է մեր իրականում մեր խնդիրներից շատերի պատճառը, սկիզբը եւ պատճառը, թե ինչու այնտեղ հայտնվեց Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչի ստորագրությունը, ինչի դա համաձայնագիր էր, ոչ թե պայմանագիր, որտեղ խախտման պայմանների մասին եւ պատժի մասին եւ հետևանքների մասին ոչ մի բան չկար, թե ով էր բերել այդտեղ նստացրել տարբեր մարդկանց, որոնք որ հարց չէին լուծում, եկել էին ընդամենը ինչ որ բաներ ասելու եւ ես ավելին ասեմ, որ ինձ թվում է, որ մեր մեջ արդեն չունենք մենք այն մակարդակով մարդիկ, ովքեր այդ ճշմարտության համար կամ արդարության համար պատրաստ են, ասենք, չգիտեմ, իրանց զոհաբերեն կամ ապրում ունենան կամ ինչ ունենան, որովհետև օրինակ ասենք, չգիտեմ, նույն մարդիկ, նույն պատմաբանները կարողանում են գրել եւ ասենք դասագիրք Սերժ Սարգսյանի ժամանակ, որ մարտի 1-ը ինչ էր եւ այտենց գցել Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվության տակ, հետո իշխանությունը փոխվում է, այդ նույն մարդիկ պատրաստ են գրել տեքստ, որ ուրեմն Քոչարյաններ կամ չգիտեմ Սերժ Սարգսյաններ կամ ով էր դա արել։ Այնինչ ես մի հատ պատմություն եմ ուզում պատմեմ Աշոտ Հովհաննիսյանի մասին, չգիտեմ գիտեք իր մասին թե չէ, ինքը գիտենք Հայաստանի այսպես առաջին այդ բաների կառավարության անդամներից մեկն էր, կոմունիստական կուսակցության առաջնորդ էր, ես քան որ Տերյանով եմ զբաղվում, ինքը Տերյանի շատ սիրում էր եւ տատիկիս մտերիմն է եղել բան, այդպես գիտեմ բաներ եւ նաեւ մեր ընտանիքի հետ կապ ունեցել։ Ուրեմն հայրս է պատմում, որ մի օր Աշոտ Հովհաննիսյանը եկել է շատ ջղայնացած բան, որ այսպես տեղը չի գտել բան եւ ասել է Աշոտ կարծեմ Գարեգինովիչ ինչ ա եղել բան, ասել է բանում հանրագիտարանում տպել են, որ առաջին կառավարությունը Հայաստան որ մտել է Ձերևա մտել եւ այլն, բայց ասում է դա սուտ է, դաշնակցությունը 3 հատ մեքենա ուներ, մեկը տվել էր մեզ, մենք այդ մեքենայով ենք եկել, այսինքն ինքը բոլշևիկ է, ինքը մտել է այդ բանով Երևան, բայց ինքը այդ որ տեքստում կա սխալ, ինքը դա ապրումներ է ունենում, էլի դրանց որ այստեղ
զեղծարարություն, բարձր որ սովետական պատմագրությունը ծեր գեղցիքեր, քաղաքականացված էր ինչեր եւ այլն, բայց մարդը ունենում է ապրումներ։ Օրինակ ես հիմա չեմ պատկերացնում մի հատ պատմաբանի, ում ասենք վարչապետի աշխատակազմի ղեկավարը զանգի ասի ես ձևակերպումը փոխի կամ ես սենց գրի կամ նենց արա, ինքն էլ ասի ապրումներ ունենա, որ ինձ ստիպում են, որ ես ուրիշ բան գրեմ կամ ես ինչեմ եւ այլն։ Որտեղ օրինակ Հայկը Դեմոյան ինձ թվում է չի համաձայնում։ Հա, բայց Հայկը դասագիրք չի գրում։ Դասագիրք չի գրում, բայց այդ պատմության հետ կապված իր իհարկե մարդիկ կան։ Իչե ես չեմ ասում բոլորը, իհարկե կան։ Կարող այլի կան, ես ներողություն եմ խնդրում, ոստի առաջին մարդը այդ բանը, այդ ես ինչի եմ սա ասում, որ մենք ոնց որ այդ հետազոտական բանն են կորցրել։ Այսինքն այդ ակադեմիական մակարդակը, այդ չգիտեմ ինչը, որ ասենք որ ճշմարտությունը միշտ ավելի կարևոր է, քան հարաբերությունները, քան իրականությունը, շահը, չգիտեմ ինչ։ Ինձ թվում է, որ մենք այդ բանը ասես կորցնելու վրա ենք, էլի։ Դե ես այստեղ մի օրինակ բերեմ, հայտնի օրինակ է, հա, միակ դատական գործը, որը որ հիմա արդեն երկրորդն էլ կա, բայց առաջին դատական գործը, որով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գնացել հայտնվել էր դատարանում, այն հայտնի 500 միլիոն դրամի դիզելի գործը, որ փորփրում ես, եթե նույնիսկ մարդը հրանգ է տվել այդ առանց մրցույթի առնել այդ վառելիքը, ճիշտ արել, որ այդ վառելիքը հասներ գյուղացուն, հա, բայց հարցը որն է, քննություն կատարվեց, բան երկար ժամանակը, ինչ որ տանում քաշքշում բերում էին դատական լիստեր եւ այլն, եւ վերջում հանցակազմի բացակայության պատճառով Սերժ Սարգսյանը արդարացվեց, դրանով չի ավարտվում պատմությունից գործը ուղարկվել է երկրորդ քննության։ Երկրորդ անգամ է այդ 500 միլիոն դրամանոց գործը, որը եթե մտածում ես Սերժ Սարգսյանը 10 տարի եղել է նախագահ Երիկ չի, դրանից առաջ երկար ժամանակ զբաղեցրել է կառավարության ղեկավարի, պաշտպանության նախարարի, պաշտպանության եւ ներքին գործերի, թե ներքին գործերի եւ անվտանգության, եւ այլն։ Սերժ Սարգսյանը եթե ինչ որ մեկը պիտի դատարան բերեր, պիտի մի 100 միլիարդ դոլարի գործով բերեր դատարան, էլի, կամ 10 միլիարդ դոլար, լավ 100-ը շատ եմ ասում, կամ ուրիշ գործողությունների համար, հա, բայց ոչ ասենք մի 500 միլիոն դրամանոց գործի համար, որ ասենք այդքանը նույնիսկ ասենք իր կառավարման ընթացքում, ասենք կալկուլյատորի այն վերջի ստորակետից հետո 12-րդ նիշի սխալի պատճառով կարող կուտակվեր այդ 500 միլիոնը, ասենք դա այդ գործը չէր։ Եվ այո, համաձայն եմ քո հետ, որ մենք իրականում կորցրել ենք, մենք որպես եւ հանրություն եւ պետական ինստիտուտներ կորցրել ենք լուրջ հիմնավոր աշխատանք կատարելու կարողությունը։ Էրոզիայի եկեք ասեք, որ սա նորություն չի, սա Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումը չի։ Ակադեմիական միտքը ոչնչացնելու ճանապարհ, շատ երկար ճանապարհ է, սա մի օրում չի կարա լինի, սա 8 տարում էլ չի կարա լինի։ Ու նաև էլի ուրիշ ոլորտներ կա, օրինակ այսօր նախկին արդեն զզվում է մարդ այդ բառից, նախկին իշխանությունների ներկայացուցիչները շատ արդարացիորեն օրինակ հարցեր են բարձրացնում, ասում են ինչի մեր ժողովուրդը փողոց դուրս չի գալիս։ Դուրս չի գալի, որտեվ միջև այդ 20 տարի դուք եք ՑՊ պատերին փռել ասֆալտին, բոլորին տալեք տեղի անտեղի կալանավորել, բերթերում են մարդիկ նստել, բիզնեսից են զրկվել։ Դուք մարդկանց սովորեցրել եք չպայքարել, դուք գիտնականներին սովորեցրել եք լռել։ Ձևավորելու փոխարեն ակադեմիական միտքը զարգացնելու, ավելի բաց թողելու փոխարեն կամ քաղաքացուն զարգացնելու, ավելի գիտելիք, փորձ, կարողություն տալու փոխարեն դուք բերեցիք ինչ որ ռամկեքի մեջ, ու այսօր բոլորը զարմանում են, բա ինչի սենց եղավ, բա սենց էլ պիտի լիներ, բա ինչ պիտի լիներ։ Ավտոմեքենա Փաշինյանի գալն էլ պատահականություն չէր, հա։ Հիմա ինչ թեմաներ ուզում են ասեն, ով է օգնելու, ինչ է արել, ոնց է արել, ով է բերել, ով է։ Բայց այն որ մարդիկ փողոց էին դուրս եկել ու զահլեքը գնացել էր, այդ փաստ էր, չէ։ Այդ անհերքելի փաստ էր։ Եթե պետությունը նմանեցնենք մեքենայի, այս մարդիկ չեմ ուզում ասեմ, ոտների արկելակին են դրած եղել, բայց գազին են սխմել եւ ձեռքի արկելակը քաշած են քշել։ Իրականում այո, գազին սխմել են, բայց այդ արկելակը քաշածելու պատճառով այս մեքենան դրել փչացրել են։ Փչացրել էս մեքենան էս վիճակում, էս մեքենան, էս անիվներով ու էս շարժիչով լավ չի քշվելու երբեք։ Պետք է ամեն ինչ պիտի փոխենք։ Վերաբերյալ գիտականների վերաբերյալ լավագույն բանը իր էս պահին է նա, որ մի քանի ամսից ակադեմիան ըստ էության լուծարվելու է։ Այսինքն գիտեն բոլորը, որ օգոստոսից ակադեմիա չի լինելու։ Էլ իրենք ուղիղ, չգիտեմ, այդ ֆինանսավորումը չեն ստանալու։ Բայց Նիկոլը գնում է ակադեմիկոսների հանդիպման, գնում է, չգիտեմ, սաղերն ընդունում է իրան եւ այլն, մի ծպտուն, ցենց բան
մի տեղից չի հնչում, որ ասենք, բայց հետո Ինչ ինչ է ա դուրս լինել։ տալիս Հա, նաև։ ինչ ա լինել։ Մեկը Որ փակելու ասում են, չէ՞, մեկը որ ասում ես հանելու են ժողովուրդը։ գիտությունը ինչին մաքուր Այդ եմ գիտությունը ասում, բայց եթե մարդու ասենք բանին ինչ որ ինքը կյանքում արել է եւ ու դեռևս պետք է իրանք միավորվեն ինչ որ բաների հետ, համասանների հետ, ես ինչ է, թե ինչպես միշտ հայտնի չի թե ինչ է լինելու, ոչ ոք տեղեկ չի դա ինչ է լինելու, ով որտեղից է փող ստանալու, ով մնալու, ով դուրս գալու եւ այլն։ Ես չեմ ասում, որ ակադեմիայում ով աշխատում է իրենք մեծ գիտնականներ են եւ այլն, ես աշխատել եմ գրականության ինստիտուտում, եղել եմ գիտքարտուղարը, շատ լավ գիտեմ ինչ է կատարվել տարօրինակ, ինչ խայտարակություն է եղել, հիմա ավելի մեծ խայտարակություն է եւ այլն, բայց ամեն դեպքում մարդուն իրանք բոլորը հեսա հայտնվել են գործազուրկի կարգավիճակում, այդ ակադեմիկոսները դառնալ են ՀԿ, պետությունը իրենց թույլ չի տալիս ակադեմիկոսի նոր մրցույթ անել արդեն 10 քանի տարի է, սպասում են որ բոլորը մեռնեն պրծան, էլի, ու մեկը մի հատ ծպտուն չի անում, մեկը, դա նշանակում է որ ցավալի ասել է, բայց ինչ որ անում են, քիչ են անում, պետք է ավելի շատ անեն։ Մեր ընկեր Արտուրի ասած Գյումրեցի ասում է քիչ ենք, բայց մեզ էսել է քիչ։ Հա, ցավոք սրտի, հա, որովհետև կան էլի ստրուկտուրաներ, ինչ որ հարթակներ, մարդիկ, որոնցից ակնկալում ես adekvat ռեակցիա։ Ես սրան զուգահեռ անեմ, դեռ մի 10 տարի առաջ, այս ակադեմիայի թեմայով որ խոսում ենք, էլի, կար հիշում եք այդ հայերենի պայքարը, չէ՞ որ օտարալեզու դպրոցների դեմ պայքար էր ու այդտեղ լեզվի օրենքն էին փոխելու ու դպրոցների հանրակրթության մասին օրենքն էին չէ փոխելու ու բոլորին թվում է որ դա այդպես փողոցային պայքար էր եւ այլն եւ բան որ դա հասավ հաջողության բայց այդտեղ կա օրինակ չերևացող կողմ որի մասին ես գիտեմ ուրեմն ակադեմիկոս Բարխուդարյանը որը հումանիտար բլոկի ղեկավարն էր ու իրոք մեծ մարդ էր ինքը էլի շատ ցած ուրիշ այդ ակադեմիական բանը ունեցող մարդ էր ինքը բանա տվել որ չի կարելի սա անել որ դեմը եւ ակադեմիան էլ է սրան դեմ ու դրա դիմաց ինքը դիմագրե դուրս է եկել բանի ինքը բաժանմունքի ղեկավարից դուրս է եկել այն գնով որ այդ օրենքները չփոփոխվեն դու իհարկե դրա մասին ոչ ոք չի խոսում չի ասում այլ բայց ինչ որ նեղ շրջանակ կա որը գիտի սրա մասին բայց երևի սրա մասին չխոսալ ամենասխալ բանն է օրինակ մարդիկ ովքեր գիտեն պիտի ցույց տան Դե որտեղ մեզ մոտ այն բան էլ այն լղոզվողների հարմարվողների PR-ը մեծ ծավալով գնում է իսկ մնացածի ովքեր որ օրինակ պիտի ծառայեն այ իրանց օրինակը պիտի լինի օրինակ բան չստացա տավտալոգիա օրինակելի պիտի լինի վարքը այդ մարդկանց մասին ընդհանրապես չի խոսում ու այնպես չի որ սա օրինակ հիմա այս անկախացման պերիոդում օրինակ սովետական ժամանակաշրջանից էլ մի ամբողջ համակարգի մի ամբողջ կայացած պետության դեմ ու հակառակել են գնացել չգիտեմ ակադեմիկ բանը վայ աստղագետ Վիկտոր Համբարձումյանը ինչքան մեծ աշխատանք է արել որպեսզի այս այն ինչ որ մենք ունենք հիմա ունեցել ենք այդ ժամանակներում այստեղ Հայաստանում լինի ոչ թե ուրիշ այլ երկրներում լինի, հա, ուրիշ այլ ռեսպուբլիկաներում լինի։ Մարդը ինչքան է իր անձնական գումարներից, իր պրեմիաներից ստացած ներդրել ինչ որ process-ներ գեներացնելու համար, ազգանուններ այսօր մոռանում են մաթեմատիկները մեր ինչքան մեծ աշխատանք են աստղադիտակը որը կա բանում աստղադիտակը որ կա որ Աբովյան պուրակում կա այդ աստղադիտարան այո Երևանի գրադարանի այո հանրեն գրադարանի այդ այգում հիմիկվա անունը չէ բայց ինժեներ Ղուկասյան Վիկտոր Համբարձումյանի արձանը կանգնած այո Ղուկասյանի արձանի տեղը այդ դա ինքը իր հետ բանց է բերել Ռուսաստանից է բերել այդպես ինչ որ նույնիսկ պատմի որ մախինացիաներով եւ այդ համասանին էր դա պատկանում դա անտիր տեղ եւ այլն կա այդ պատմությունը հիմա էլ է պատկանում ու ինչ որ մեկի գրպանում էր դրա բանալին չէր բացում մենք ես ուզում ենք նկարենք չենք գտնում այդ մարդը ոնց նկարենք այդ աստղադիտան այնիշ դա պիտի տուրիստական բան լիներ որ մարդկանց բերեին այդտեղ ասենք շատ սիրուն շինությունը ես իմ երեխաներին բերեին աստղեր նայելու, չգիտեմ։ Հա, բայց որ բերեին պիտի հետո պատմեին, չէ, որ այս հիմնադրելա ով ինչ ճանապարհով է բերեն, ինչքան դժվարություններով զրկա։ Այդ պետք չի, պետքա ցույց տալ, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց պաշտոնի, տաբուրետկի կամ, չգիտեմ, բանի համար, պրեմիաների մնացածի համար պատրաստ են այլ ցավոք սրտի հաղթանակներ գովերքելու փոխարեն այսօր պատմություններն են գովազդվում, էլի։ Կա բան, որը համակարգերը ունեն իրենց հիշողությունը, էլի, եւ կան դեպքեր, որոնք
օրինակ կարող է կոնկրետ նույնիսկ փաստը չկա, բայց մարդիկ դա իրենց մեջ այդպես ասենք Լեգենդի համակարգի նման, գենետիկ հիշողությամբ բացասականն եմ ասում։ Օրինակ ասենք Թոթովենցը եղել է համալսարանի գիտքարտուղարը եւ համալսարանի վերաբերյալ ոչ մի գրքում դա չկա գրած, որովհետեւ իրան ընենց են ջնջել էջերից, ընենց են բաները հոշոտել, որ բան չանի, ոչինչ իրանից չմնա, չգիտեմ, ոչինչ չի մնացել Թոթովենցից։ Եվ օրինակ հիմա այդ փաստը ոչ միտեղ չկա, ոչ ոք չի գրում բան չան, բայց մարդիկ գիտեն, որ եթե դու իշխանության դեմ դուրս ես գալիս, հետո նես կարան քեզ ջնջեն, որ նույնիսկ Թոթովենցի պես մարդը չերևա էլի պատմության մեջ։ Լավ, անցնենք հաջորդ թեմային, որ ուրեմն ըստ կենսաբանության ոլորտից կենսաբանության, կենթանաբանության ոլորտից ես ուզում եի այն մսկիթի թեմային անդրադառնալ։ Ինձ թվում է մսկիթը ավելի կարևոր թեմա է, քան էշներ կողմերը։ Ուրեմն կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյան անդրադառնում է Ստեփանակերտի մարտաճարի ոչնչացմանը եւ ասում է, որ դա այսինքն մեկ անգամ եւս այդպես բարձր մակարդակով արդարացնում է բանին, Ադրբեջանի գործողությունները եւ ասում է, որ հիմա Արտվաշենը մսկիթ լինի, մենք ինչ ենք անելու, որ դա պիտի բնականաբար քանդենք։ Որը, ասենք, մանիպուլյացիայի բացարձակ մանիպուլյացիա, Նիկոլ Փաշինյանը մանիպուլյացիայի արքան է, ոչ միայն դրա, աշխարհի չեմպիոն, այո, աշխարհի չեմպիոնը բացարձակ, բայց սա այստեղ բան է, էլի, նույնիսկ չգիտեմ, դողերոց կառաջացնող բան է, որ ասենք Արտվաշենի թեման դու չես բանակցում, չես ուզում Արտվաշենը հետ գա։ Այն ժամանակ Արտվաշենցիներին ասում էր դուք չուզող հարևաններ եք։ Հիշում եք այդ բանը։ Հիմա միտք է տալիս, որ ասենք Արտվաշենը կարա ասենք ինչ որ մսկիթ սարքեն, հետո դա նորից սարքեն բանի առարկա բանակցությունները եւ այլն։ Ուրեմն Արտվաշենում կա ընդհանրապես մի Արտվաշենի տարածքում, հա, այն անկլավային տարածք, էքսկլավ, մեր տրամաբանությամբ տարածքում կա ընդհանրապես 10 շինություն, որ տանիք ունի։ Այնտեղ կա ինչ-որ մի հատ ռեստորան, տիպ մի բան, հանգստի գոտի, մի երկու հատ ֆերմա, բան եւ այլն, մի զորամաս իր, այսպես զորավարժը դաշտով, արգելքների գոտիով եւ այլն, բնակչություն չկա Արտվաշենում եւ մսկիթ էլ չկա։ Եվ եթե քարտեզը բացնեք Ադրբեջանի այդ հյուսիս-արևմտյան մասում, ընդհանրապես մսկիթների քանակը այնքան քիչ է, որ ասենք երևի մի 100,000 մարդու մի մսկիթ է ընդհանրապես ընկնում, իսկ այդ հատվածում ընդհանրապես գործող մսկիթ գոյություն չունի։ Հիմա կարծեք, բա ինչի է այս թեման։ Ինչի Արտվաշենի այս հիպոթետիկ մսկիթի թեման դարել ոնց որ պետության առաջի դեմքի խոսքի առարկա։ Պարզավոր սրա հետև ուրիշ բան կա։ Պարզավոր սրա հետևը օրինակ կարող է լինի ասենք այլ եկեղեցիների փոխանցում Ադրբեջանին։ Օրինակ կամ ինչ որ այլ այսպես գույքի, տարածքի փոխանցում Ադրբեջանին, որպես այսպես բանակցային առևտրի առարկա։ Արտվաշենի մսկիթը չենք քանդելու, Արտվաշենը չենք վերադարձնելու, չկա այդ մսկիթը, Արտվաշենը իրականում ինչքան էլ որ ցինիկ կարող է հնչի, այսօրվա Հայաստանի համար դա ընդհանրապես պետքական բան չի։ Հա, ավելի լավ է չլինի Արտվաշենի մասին խոսակցությունը եւ չլինեն լիքը այլ խոսակցություններ էլ, բայց բերվում են այսպես քաղաքական խոսքի օրակարգ են բերվում այս թեմաները, որպեսզի հետո այն մանր մարմանդ գրակի վրա եփող գործի նման մեզ էփեն այնքան միջև սատկենք, հա, չհասկանալով որ մեզ էփում են։ Իրականում շատ վատ բաներ է տեղի ունենում։ Հա, խոստումները տրված կլենք ուղակի հələ չընկճ։ Չէ, մեզ էփում չընկնի։ Չէ, մեզ իրականում էփում են, չէ, որովհետեւ կանեն ստուդիայում խոսում են եւ մեզ գոնե Փանոսյան Կարեն են դիտում, հա։ Մենք հավատարիմ, հա, եւ այստեղ նստած է եղել նաեւ մեր առաջի կին յորն է եղել Միչելից Կարեն, բայց մեզ այսպես լավ Լավն եք իրականում պրոստը մեր չեն ջոգում այդ կարը։ Բայց իրականում, այո, իրականում ինչքան որ ցավալի է այս
սրա մասին ծիծաղով խոսելը, բայց մենք պետք է հասկանանք, նախ չպետք է կորցնենք իրականության զգացումը, հասկանանք, որ այս ամեն ինչը ունի շատ խորը հետևանքներ։ Հա հիմա չի բացառվում, որ վաղը չեմ այսօրը օրինակ կորոշեմ, որ Երևանում մի 10 հատ մզկիթ պետք է անպայման կառուցենք, հա մեր հաշվին, որովհետև դա է պահանջում օրինակ դա է Արցվաշենի չեղած մզկիթի քանդելու գինը։ Ավետիք ջան, ես քեզ ընդհատեմ, այդ բան ասեմ։ Երբ որ դու տեսնում ես, որ քո առաջնորդը ստախոս է, ասենք իր կառավարման ժամանակ մի 100 անգամ սուտ է խոսել։ Պահիտակ ինչ ասես, ինչ մտքին գա կարա ասի, չգիտեմ, հա, լավ, 10,000 անգամ ինքը այդքան որ սուտ գիտես, խոսում որ ինքը ոչ մի արժեքներ ժամանակ։ որ արժեքներ չկա, ոչ մի բաներ չկա, ասենք ինքը կյանքում դրա տակ չի ստորագրի կամ ինքը կյանքում եսի Կամ ինչ որ ստորագրի արժեք չունի միևնույնն է։ ինքը Կասի հոյես արև կամ մատերը խաշ պահած կլինի։ ուզում ասեմ ոչ մի արգելք չկա իր առաջ։ Մարդը, որի համար կյանքում ամենակարևոր բանը ուտելն է կամ փողն է կամ չգիտեմ իր փառքն է, ընդ որում եւ բացական փառքն է եւ դրական փառքն է եւ այլն, այսինքն իր համար նույնն է, դա իր թիմակիցներն են ասում, ասենք կոնֆլիկտը եւ դրանից ստացած մարմնական հաճույքը, որ ասում մեզ էլ էին հայհոյում, ասում ինքը խանդով էր դրան վերաբերում եւ այլն։ Դու հասկանում ես, որ դա որևէ ինչ ասում, դու որևէ երաշխիք չկա, որ դու ողջ կմնաս կամ Հայաստանը կլինի կամ ինչ կլինի, որտեվ եթե լինեին ինչ որ բաներ, որ օրինակ նույնիսկ ասենք ամենավատ քաղաքական գործիչները ամենաինչը էլ, բայց դու գիտես, որ մարդը կարմիր գիծ ունի, կյանքում եսի միշտ, դու գիտես, որ սա չի կարա այս քայլը անցնի, էլի, բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք տեսնում ենք, որ չկա ոչ մի բան, եւ հետեւաբար զուտ ասենք որ ինչ-որ բան մեզ հետ չի տեղի չի ունենում, դա զուտ կամ ասենք աշխարհաքաղաքական իրավիճակն է, որ ասենք ես իմ ֆրանսիացիներ ասում են դե լավ հələ մի հոշոտեք կամ երման ջուրը այդքան մի բարձացրեք, որ հələ մնան կամ չգիտեմ ինչի, եւ դրա հետևանքով մենք դեռ շնչում ենք, որտեղ որևէ բան ու եւ այդ ամբողջ այդ ԿՊ-ական բանը որ կա, այդ կաստան, որ ասենք ինչ առաջնորդը ասում է, իրենք բոլորը դրան կողմ են, երկու ձեռով ծափ են տալի, իրենք բոլորը ասենք մինչեւ 18 թվական, ասենք ինչ որ 5000 դրամ պարտքի համար դատարան են ընկել, հերրախոսի փող չեն կարողացել տան, եսի միշտ չեն կարողացել, մինչեւ 23 թվականը դե տարբեր նայես վերջերս, հա, նախարարներ կան եւ իրենց ամուսիններ, որ ավտոյի թե տան գույքահարկ ունեին չվճարած դատարաններում դահակի տակ էին։ Իսկ հիմա ասենք Արադ Միրզոյանը բացի այդ իր առանձնատնից նաև մի հարկ բան առել։ Նորակառուցում մի հարկ առել, օրագիր նյուզը դրա մասին գրել է, այսինքն դու հասկանում ես, որ այս մարդկանց հատուկ հավաքագրել են, բանն է, այդտեղ ինչ-որ գաղափարակիցներ չեն, ինչ-որ, ցանկ ինչ-որ մարդիկ են, որոնք այսպես ասենք անձնվիրաբար պետքա ծառայեն ինչ առաջնորդ ասի SMS գրի եսի ինչանի հետեւաբար մենք գտնվում ենք այդ խորը բանի մեջ հիմա եթե սրան գումարենք նաև այն որ ավարտվեց այս կապեմ էլի բանի հետ թեմայի հետ որ գրանցումը կուսակցությունների ու այդ կուսակցությունների մեջ նայում ես թե ովքեր են մեզ ուզում փրկեն որ Աստված մի արածցե իրենց ձեռքը մի քիչ իշխանություն եւ փող ընկնի, չգիտեմ ինչ կարելի, շատ ավելի վատ, շատ ավելի, չգիտեմ, ու այդպես էլ հաշվարկը այդպես է, որ միշտ ասենք ընդդիմությունը պետք է ավելի ռուսամետ լինի, քան իշխանությունը, միշտ պետք է ասենք անկիրթ լինի, անմակարդակ լինի, փողի ընդդիմությունը պետք է ավելի հավանական այսպես ռուսամետ պիտակավորել, քան իշխանություն։ Հա, միշտ այդպես է եղել, ասենք։ Ոչ եք նեղում, որ ես տեղ նստած եմ ու ընդդիմություն եմ փաստացի։ Չէ, տիկին ջան, դե հա, իրականության մեջ իհարկե Նիկոլ Փաշինյանն էլ հատուկ դիրքավորում այնպես, որ իր հիմնական ընդդիմադիրները համարվեն միայն նրանք եւ մնացած լրատվամիջոցներն էլ գեներացնում են այնպես, որ տպավորություն ստեղծվի, թյուր տպավորություն ստեղծվի, որ կա ընդամենը մի քանի ընդդիմադիր ուժ, որոնց վրա կարելի է շատ հեշտ կպցնել տարբեր պիտակներ
իսկ մնացածը կարծես թե խաղից դուրս են մնում, ու այս իմաստով ես ասում եմ այն մեզ գովազդանեմ, ռասոճ ասում այս այ բոլորին դեմ եմ թիմը իրականորեն տարբերվում է, որովհետև ես կարծում եմ, որ մաքուր քաղաքական միտք տալիս է մենակ բոլորին դեմ եմ։ Մնացածը բերել են շատ գեղեցիկ տնտեսական ինչ-որ պրոյեկտներ, որը դե կամ ասում է իրականություն կլինի, կամ վերջում կասեն ժողովուրդ կներեք լավ չստացվեց, ոնց որ մենք միշտ տարիներ շարունակ ու այս process-ի մեղավորները, նաև այս վիճակի մեղավորները բոլոր այն ուժերն են, որոնք երկար տարիներ քաղաքական process-ի մեջ են եղել, որոնք խոստումներ են տվել ու խաբել են ժողովրդին, ու այդպիսի բազմաթիվ են եղել, ընդդիմադիրներ, որոնք եկել են դաշտից ինչ-որ բաներ են գոռաց, հետո գնացել են ընտրություններից հետո գյոզերով պայմանավորվել են, ու այս դաշտում իրականում ես կարծում եմ, որ հենց բոլորին դեմ եմ, էականորեն տարբերվում է, որտեղ մեր գաղափարը հենց մաքուր քաղաքականն է, գալ քաղաքական process իրականացնել, հնարավորություն ստեղծել մաքուր ուժերին ի հայտ գալ։ Թե չէ, այս նույն խաղացողները մի հատ մատրիցա են իրանց համար ստեղծել, սիրուն տեղավորվել են այս մատրիցայի մեջ, իրար պասերով խաղում են։ Այ ամեն անգամ մենք ունենում ենք ոչ թե ընտրություններ, այլ ուղղակի իշխանության փոխանցում մեկին մյուսից, այսինքն ու ամենակարևոր երաշխիքներ, որ ձեր հետ ոչինչ չի պատահի։ Դուք տեն ձևական այն 500 միլիոնանոց մի հատ գործ կտան, կգաս, բայց արխային կլինես, կամ չգիտեմ, մարտի 1-ով ճիշտ է գործը կհարուցենք, կտանենք, քիչ կպահենք, ինչքան ես եմ նստել, այդքան դու կնստես, քվիթ կլինենք, հետո ասում է գործը մի հատ էլ ոչ թե գործը 4 միլիարդի մասին խոսանք, բայց 200 միլիոնով կփակվես, 200 միլիոնով կփակվենք, մարտի 1-ի գործով քեզ ոչ թե ուղակի տենց ինչ որ, չգիտեմ, ապացույցների ոչ բավարար լինելու կամ արդարացում կտանք քեզ, չլսված բաներ էլի, ու նաև այդ գործերի վերադառնալով այն նախորդ հարցին, գործերի չբացահայտվելը շատ հարմար գործիք է, այդ կամպրոմատները, այն վտանգը, որ դու ամեն վարքյան կարաս պատասխանության ենթարկվես ու գնաս ցմա այն ժողովրդական լեզվով ասած միջև վարդապետի խազը, նստես բերդում, այ դա շատ լավ հարմար գործիք է, ու ամեն հաջորդը այդ բաները քեյսերը պահում է, որպեսզի կարողանա նախորդների հետ տենց բան լինի, էլի բալանսի բերեն իրանց ուժերն ու հնարավորությունները։ Դրա համար ոչ հոկտեմբերի 27-ն է նորմալ բացահայտվել, ոչ մարտի 1-ը բացահայտվեց, ոչ ընտրությունների կեղծումները բացահայտվեց, ու միլիոնավոր գործեր կան, որոնք քաղաքական սպանություններից ոչ մեկ միջև վերջ չբացահայտվեց։ Այդ ինչ մի բարդ բան է Հայաստանում։ Եկեք գրազով պայմանավորվենք, մի հատ խումբ հավաքենք, տարբեր մասնագիտությունների մարդկանց հավաքենք, անգամ իրար բաներ էլ պետք չեն լինի։ Գնանք քաղաքով մանգանք, հələ տեսեք, քանի ականատեսները որոշ գործերով կան, եկեք գնանք տեսնենք ինչքան կարճ ժամանակում մենք մեր ուժերով կարողանում ենք լիքը գործերով այն վերջնական բացահայտումներ են։ Էլ զուգահեռ հանձնաժողով են ստեղծում, էլ պարլամենտում են հանձնաժողով ստեղծում, էլ քննչական կոմիտեն է աշխատում, էլ չգիտես ով է աշխատում, բայց ասում եմ կներեք Ժորժ ջան, ոնց որ թե լավ չի ստացվում, չեն կարող։ 21 թվականի ընտրությունները, եթե հիշում եք, մի հատ աղմկարույց դեպք էր, որ Դավթաշենում կուսակցություններից մեկը ընտրակաշառքերի բրտե բաժանում, հետո այդ կուսակցության կարգառուն անդամներից մի քանիսը լուսամուտից փախնում են հենց կամերաների տակ, բայց ինչ եղավ, ուր հասավ այդ գործը։ Այդ նույն կուսակցությունը այսօր էլի մասնակցում է ու բանով էլի այսպես լավ տոկոսի ակնկալիքով ու երևի կունենա այդ տոկոսը, որովհետև պատժի չեն արժանացել, որովհետև գիտեն, որ չեն էլ պատժվելու դրա համար, որովհետև այդ վիճակը ձեռնտու է բոլորին, հա, այն բոլորին, որին բոլորին դեմ ես ուզում եմ Տիկինինայի ասածը շարունակեմ, օրինակ այդ երկու մասով էլի, առաջինը, որ ասում եք մի քիչ ավելի վաղ ասացիք, որ խոստումներ են տվել ու չեն կատարել, չէ՞, բայց եկեք հիշենք, ասենք Հայաստանի քաղաքական պատմության ընթացքում ինչ խոստում է որ կատարվել է։ Այսինքն իշխանության եկե Ղարաբաղը միացնենք Հայաստանին չեն արել, չգիտեմ, ճանաչում լինի, չի ճանաչվել։ Ես հիշում եմ Սերժ Սարգսյանն ասում էր ամեն երիտասարդ ընտանիքի մի բնակարան, մի ավտոմեքենա, որը հետո մի տարի հետո էլ ոչ ոք դրա մասին չէր հիշում, որտեղ տնտեսական երիտասարդի հետ գալիս էր լիքը պայմաններ, որ գնում նեղանում էր այդ պայմանները։ Դրանք կոնկրետ երիտասարդներ էին։ Կոնկրետ, ինքը ազնիվ էր, հա, ինքը ցանկը չէր հրապարակում։ Չէր ասում բոլոր երիտասարդներն, հա։ Իր իմացած երիտասարդների։ Եվ երկրորդ ասածը, որ ուզում եմ էլի բացենք, իսկ ինչ գործ է, որ ընդհանրապես բացահայտվել է։ Ասենք Հայաստանում ինչ գործ կա, որ
աղմկահարույց, որտեվ Հայաստանի իրավապահ համակարգը, նույն չգիտեմ, կարող ասենք վերջին մի տարվա ընթացքում փոխվել է կտրուկ, բայց ես ինչքան շփվել եմ այդ համակարգի հետ, միշտ եղել է նրա այնպես, որ ասենք դու պիտի թուղթ ու գրիչը վերցնես եւ գրես, որ ես ինչ ես ինչանս մեղավոր եմ, ես իմ չեմ, կամ ինչ-որ մեկը պիտի ասի, որ նա է դա արել, եթե դա չկա, իրենք չեն կարող դա ապացուցեն։ Այսինքն ամբողջ իրավական համակարգը ինքնախոստովանական ցուցմունքի վրա է հիմնված։ Ինքնախոստովանությունը ոնց են ստանում, մի օր չեմ ասի որտեղում ռեգիոններից մեկում հանդիպել ենք ոստիկանների հետ, ասում է, լսի, ես որ չտփեմ, չեմ կարող աշխատեմ, ժամանակս չի հերիքում։ Ասում եմ, իսկ ի՞նչն է խնդրեմ։ Ասում են, այ 10 հատ հաստիկ կա, այդ 10 հաստիկից ասում ընդամենը 7-ն է ծանրաբեռնված, երկուսը ասում է, ես իմ բարեկամներն են ընդհանրապես չեն աշխատում, այն երկուսը պրոստո ունակ չեն գիտելիք չունեն, մնացել ենք 3-ովը, սաղ այդ ծածկում են։ Ասում իսկ միգուցե հակառակ կողմից գանք, սկսենք նրանից, որ քո հաստիկները համալրվեն, որ ձեզ բավարար գումար տրվի, որ դու քո ջեբից փողը չդնես, որ մեքենա զապրավկանես գնաս, որ դու թուղթ, պրինտեր այդ սա դու չառնես, այդ կողմը ցես նայում ավրես ասում օրինակ էքսպերտիզաներ նշանակվեն, որ բազմաթիվ ու դա չասեն, որ ախպեր էքսպերտիզայի փող չկա, ոնց կարակ տենց արեք։ Ասում խի տենց կարելի է, այմեն անեկդոտին։ Այսինքն մարդկանց համար պայմաններ էլ չեն ստեղծում, որ կարողանան, որտեվ լավ պայմանը դա մենակ կաբինետի ռեմոնտ արածը չի, որը ցես ցույց են տալի, ասում են, հələ տեսեք ինչ լավ ռեմոնտ են կարել, բա մնացածը։ Լավ պայմանների դեպքում վատ աշխատանքի համար արդարացում չես կարող գտնել։ Իսկ վատ պայմաններում ինչքան ասես արդարացում կարելի գտնել, բայց այստեղ կա իրականում կա մի լուրջ ախտ հիվանդություն, պետական համակարգում։ Այս աշխատավարձի վրա տնտեսված միջոցներից պարգևավճարներն են։ Ու ողջ պետական համակարգում դա այսպես գրված օրենքի նման դրած է, որ եթե աշխատավարձից ինչ-որ գումարներ տնտեսվեցին, իսկ դա տնտեսվում ոնց, տնտեսվում չզբաղեցված, չհամալրված հաստիկների հաշվին, դրա մի կեսը գա պարգևավճար։ Ու մարդիկ հարմարվում են գործ չանելու, վատ աշխատելու, չհամալրված այսպես աշխատանքի տակ մտնելու եւ այլն, բայց վերջում ասենք երամսյական կամ ամսական մի հատ կլորի գումար իրենք պարգևավճար են ստանում, տանում են տուն ու ասում են, որ այս ինչ ծանր ենք աշխատում իրականում, բայց հարուստ ենք։ Վատ ենք, ծանր ենք աշխատում, արդյունք չենք տալիս, բայց հարուստ ենք։ Հիմա այս 44 օրերի զեկույցի վերաբերյալ եմ, նայեք, հիմա չի հրապարակում ԿՊ-ն, հետո կգա ասենք իշխանության, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանը կամ չգիտեմ ուրիշ մեկը եւ այլն, ինքը իր զեկույցը կհրապարակի, բայց դա կդառնա քաղաքական պատվեր, այսինքն մենք բոլորս կտեսնենք, որ ասենք այս բաները, քանի որ կա բան, անձնական թշնամանք, եսի ինչ եւ այլն, զուտ քաղաքական շահով, որ ամեն ինչ գցելու են Նիկոլի վրա, ինքն էր մեղավոր եւ այլն։ Ու հիմա էլ ակնհայտ է, որ կա շատ մեծ քաղաքական շահարկում։ Այսինքն եւ Օնիկ Գասպարյանը ինքը եւ իրան խաղացնողները եւ չգիտեմ ինչի բոլոր ոնց էլ նայենք լրիվ քաղաքական շարքում է, բայց մարտի 1-ին օրինակ մի հատ բան էր տեղի ունեցել, որ կար այն ժամանակ, եթե հիշում եք, դուք հաստատ կհիշեք, այն ժամանակ կար բան չէ, զուգահեռ հանձնաժողով կար, չէ, որը ղեկավարում էր, ոչ չէ, մեկը կար Նիկոյան Սամվելներ, բան, բայց մյուսը Անդրանիկ Քոչարյանն էր, որը այդ իր աշխատանքի բանով, այդ բոլորին տեսագրելու եսի ինչի բանով հասավ նրան, որ պարզվեց, որ այդ պատկերը ինչ որ մի մաս դրա պարզվեց։ Իհարկե այդտեղ էլ իհարկե ուղղորդում կար, չգիտեմ ինչ կա, բայց ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ ասենք պաշտպանության նախարարը գալիս է այդտեղ խոսում, չգիտեմ ինչ է խոսում, Ֆաթ Կամերաևը նկարածից ինչ է, բայց դենք փաստեր են, որ մարդիկ գալիս են եւ ինչու բաներ են պատասխանում, որ ասենք ես իմ համոզգեստը որտեղից են ստացել, զինվորական ես իմ ինչի պիտի լիներ, լոկացիան որտեղ է եղել եւ այլն, բայց դա աշխատանք է, չէ՞։ Այսինքն ի պատիվ պետք է Անդրանիկ Քոչարյանի ասել, որ ինքը այդ աշխատանքը արել էր ու մարտի 1-ի մասին մենք ինչ գիտենք, մենք չգիտենք Սամվել Նիկոյանի հանձնաժողովից, մենք գիտենք հենց այդ աշխատանքին։ Իսկ ինչն էր խանգարում 44 օրերի բանին, որ ընդդիմություն էր նույն աշխատանքը աներ։ Այսինքն կանչեր հրամանատարին, ասել հլմատարի պատմի ինչա կամ թեկուզ չհրապարակվեր դա, բայց դա փաստաթղթավորվեր։ Գիտես ծուլությունը ես կարծում եմ, որ հետաքրքրվածություն եւ հետաքրքրվածություն եւ ծուլությունը, ասենք կարա մարդը ասենք բան դիվանին պարկի կամ գնաս, ես իմ քննադատ եմ չանի, բայց դրա փոխարեն պիտի նստի փաստեր, տվյալներ դնի, չգիտեմ ինչանի եւ այլն։ Հիմա ասենք անկեղծ խոսանք, էլի որ ընդդիմադիր падգամով
որը ունի այդ ունակությունը։ Լավ մի երկու հոգու հանուտն է տնտեսագետ, որ կարան դա անեն, որ մտքից գալիս են, էլի, ասենք իրականում օրինակ ես չեմ հավատում, ասենք Աղվան Վարդյանը կարա նստի, ասենք թվերը համադրի, չգիտեմ ինչ անի եւ այլն, որտեվ մարդը պոետ է, չգիտեմ, լավ պոետ է, վատ պոետ է, Չէ, բայց այստեղ ուրիշ հարցեր կան։ Բայց դա աշխատանքի հարց, այսինքն մենք իրականում աշխատող մարդկանց պակաս ունենք։ Էլի եկանք նրան, որ այս տարիների ընթացքում ամենակարևոր հատկությունները կորցրել են։ Իդեպ ես կարծում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն օրինակ իշխանությունը կորցրին մի զգալի մասով են պատճառով, որ իրենք ծուլացել էին աշխատեն եւ այտենց իշխանությունը փչացնելու։ Այո, եւ այդպես սկսեցին տարբեր գործառույթներ փոխանցել ուրիշ մարդկանց։ Են մի ռուսերեն անեկդոտ կա, ասում «Борьбе с коррупцией главное не выйти на самого себя»։ Այստեղ հենց ընդդիմության մասով բան կա, հա, թեմա կա։ Իրականում այն իմաստով, որ եթե իրենք որոշեն այդ հանգամանքները ուսումնասիրեն, դա իրականում պետք է գնան մի քիչ էլ 18 թվականից էլ մի քիչ էլ առաջ պետք է գնան։ Այս 18 թվականից առաջ այսօրվա նոմինալ ընդդիմությունը խորհրդարանական իրականում իշխանություն էր, հա, երկու կողմներ, երկու դաշինքներն էլ այսօր իշխանություն էին կազմում, չմոռանանք, ասենք ով էր քվեարկում Նիկոլ Փաշինյանի օգտին 18 թվականի մայիսի 8-ին։ Հա չմոռանանք, բայց դե հիմա եթե ավարտիկ չեն հայրենիքին վտանգ է սպառնում, թշնամին գալիս է ու քաղաքական ուժերը պատրաստ չեն միավորվեն, իրար աջակցեն կամ ինչ անեն եւ այլն։ Եվ ընդհակառակը խոճապ են տարածում, եսի ինչ են տարածում եւ այլն, որ ուրեմն մտածելով որ քաղաքական շահ կլինի, իշխանապողություն կլինի, չգիտեմ ինչ կլինի, ուրեմն ես ասեմ նորից, որ էս էլ է մեզ շատ ռեալ էլի, որտեվ այդ նույն բանը մենք տեսել ենք 1920 թվին։ Այո, որ ասենք ասում են, որ այս թուրքերը գալիս են, հանձնեք բերդը, չգիտեմ ինչը, հետ քաշվեք, սրանք ուրիշ թուրքեր եւ են։ մենք, այո, եւ այն ժամանակ բանակի կազմակերպումը, չգիտեմ, բոլշևիկյան թռուցիկներ, ես ինչեր եւ այլն, մենք էլ ենք տեսել։ Հիմա նորից ենք նույն բանը տեսնում, էլի։ Այն ժամանակ էլ հիմա էլ Բայց դու մեզ շատ լավ անցում փչացրիր ավետիք։ Ես այս աշխատողների պակասից էի խոսում, որ գայ մայիսի 1-ին։ Այո, եւ երեք մենք տեսանք այդ շքերթը, որը իբր աշխատավորների օրներ, բայց մենք տեսանք բան խոշոր կապիտալիստների բանը շքերթը, ովքեր աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Դելերի այն տպավորություններ չտանք, բայց բարի 80 թվականի մայիսի 1-ի տպավորություն էր։ Ես դե լավ 80 թվականինը կարգին ուրիշ բանի մայիսի նկատել 1-ը եմ, կազմակերպված, ասենք ձեռնարկությունները, բաները եւ այլն։ մենք տեսանք մի ծավալով եւ բանով չեմ մի ասում, 7 խոշոր կապիտալիստի անունս չտանք, որոնք աջակցում են Նիկոլ Փաշինյանին սրտանց կամ չուզելով, իրանց ֆիրմաներով, չգիտեմ ինչերով եւ այլն, ընդ որում դա այնքան ստիպված էր, որ դրանցից կարծեմ եւ 1-2-ն է, որ իրանց նկարել են, ինչ-որ TikTok-յան բաներ են սարքի եւ այլն, մնացածը ասենք դա այնքան պարտադրված է եղել, որ չեն հասկացել, որ կարան իրանք իրանց գովազդել ասել էի նկատելում հենց այդ պարտադրված։ Բայց երկրորդ մի հատ կարևոր պահ կա, էլի, իրական աշխատավորի լճացման միջալոց, եթե նկատել եք Նիկոլ Փաշինյանը շատ այնց հմուտ կերպով նմանակում է գնում է իր շլյամով, այո, ցիլոյով, բանով եւ այլն, այո։ Ճիշտ է, ինքը փորձում է Գորբաչովի նմանակի, հա, որպես ամեն ինչ քանդող, բայց Բրեժնևյան նմանակումները Բրեժնևին ավելի են նմանվում, էլի։ Կուկուրուզուտելը как раз իրանց շատ բռնում է։ Ну տեղ ամենազվարճալի մասը երևի բաներն են առաքիչների, ես ամենայն հարգանքով բոլոր ազգերի եւ բոլոր մասնագիտությունների նկատմամբ, ասում եմ իրանք որ չլինեն մենք ահագին նեղն ենք լինելու այս հարցերում, բայց չէ էլի ժողովուրդ ասում է, Բայց դա Գևորգ Պապյանն էր գցել։ Դե եթե Գևորգ Պապոյանն է, ուրեմն թույն է, սրանից ավելի թույն բան Գևորգ Պապոյանից սпасել։ Ես ասես նայեց այդ վիդեոն, ասում եմ, աստված չեմ ասում, կարող ես մի բան լավ չեմ հասկանում, այստեղ հայեր կան, որոնք ես չեմ տեսնում։ Ոնց որ ծաղրես էլի, աշխատողներն էլ ծաղրես, ժողովրդին էլ ծաղրես, այդ պարադ են անում ու ինչ որ sense անշուք ինչ որ մի բան է գալի, շատ նորից ամենայն հարգանքով բոլորը նկատմամբ։ Հիմա բայց եկեք այս խնդրի ավելի խորը կողմին նայենք էլի։
մենք մայիսի 1-ը սովետական միության ամենակարևոր տոներից մեկն էր գաղափարախոսական, չգիտեմ, սենց որ բոլորը դիգային, այդ օրը կարուսելներն էին բացվում, բոլոր երեխեքը սպասում էին մայիսի 1-ին եւ այլ գազանոցներ բացում եւ այլն բան, ու մեր մեջ էլ են դա բան արել, էլի, չէ, որ պաղպաղակ են գտնում այդ օրը, չգիտեմ, ինչ են կան, երկաթուղի են գնում եւ այլն, բայց ու պարզա որ հեղափոխություն է լինում, ազգային իշխանություն եւ այլն, պետքա որոշ բաներ վերանայվեն եւ այլն։ Բայց մենք սովորաբար ինչպես եւ միշտ, ասենք, որ ունքը պիտի սարքենք, աշկնել հետը հանում ենք ու շատ գոհ նստում ենք։ Ու այդ մայիսի 1-ը արգելել, բան, որ դա սովետ է, վատ բան է եւ այլն, դրանով վերածվեց նաեւ աշխատանքի այսպես ասենք կարևորումը, արժևորումը, պանծացումը եւ այլն։ Եվ այդ օրինակ այդ գաղափարը, որ ասենք աշխատավորը, ով աշխատավոր, չէ, ասենք հող Սամվել Ալեքսեյանի աշխատավոր չի կամ ասենք, չգիտեմ, խոշոր կապ, չէ, աշխատավոր չի։ Աշխատավոր չի, դա խոշոր կապիտալիստ է ինքը։ Հիմա խոշոր կապիտալիստի այդ ովքեր, ինչ եմ ասում էլի, որ դա հակառակն է, որ ասում մայիսի 1-ը նշում են խոշոր կապիտալիստներ, դրա եմ ասում, դա պիտի աշխատողի օրը լինի։ Աշխատողի իրավունքն։ Հիմա աշխատողի իրավունք, չկա աշխատողի իրավունք, այսինքն աշխատանքի բան կա, պայմանագիր կա, չգիտեմ ինչ կա, ասում են ստվերից հանեք, էսի ինչ արեք եւ այլն, բայց դա այդ բաները այնքան աբսուրդ են ու այնքան խնդալու են, որ ասենք դու պիտի ասենք մի 5 հատ լավ փաստաբան ունենաս, որ կարողանաս ասենք մի հոգի գործից հանես, կամ հակառակը այդ աշխատողն է պիտի ասենք 5 հատ լավ փաստաբան ունենա, որ կարողանա վերականգնել պաշտպանել, այսինքն իրականում ոչ գործատու իրավունքներն են պաշտպանվում, ոչ աշխատողը։ Երկրորդը ասենք նայում ենք մշակույթ, այդքան սերիալ կա, չգիտեմ, երգ կա եւ այլն։ Հիշում եք, ասենք մի երգ, մի սերիալ աշխատավորի կերպարի մասին։ Մարդը, որ աշխատում է։ Ինչ պատմում, որ ասում է շուպես չարչարվում են ու գրոշներ են ստանում ու պաշտպանված են։ Ինչի մասին ասենք սերիալներում, ասենք կամ հանցագործ են, կամ չգիտեմ, բան են, սիրածուն են, եսիմ ինչ ունեն, կողքից եկամուտ ունեն։ Ոչ այդպիսի կերպար երբեք ես չեմ տեսել։ Իհարկե, ես շատ սերիալ նայած մարդ չեմ, բայց Էլմի արդեն բարձեցի։ Որ ասենք մարդը առավոտյան զարթնում է, գնում է գործի ու հետո գալիս է տուն, ընտանիքի հետ է նստում, չգիտեմ, այդպես ինչ-որ կերպար տեսել եք երբևէ։ Չէ, որտեվ այդ սցենար գրողը դա չգիտի ինչ է, դերասանը չգիտի ինչ է, ռեժիսորը չգիտի ինչ է, ու դա չի քարոզվում։ Կարևորը դա նպատակ չկա ցույց տալու մարդու, որը որ եւ ընտանիքը նայողին էլ դա պետք չի ցույց տալ։ Պոետ ունեն, գրող ունեն, պետք չի ցույց տալ նայողին։ Այդքան պոետ կա, չգիտեմ, երբևէ կարդացել եք, ասենք, աշխատանքի նվիրված բանաստեղծություն։ Հա իհարկե դա կարող է ժամանակավրեպ թվա, չգիտեմ, ինչ թվեր, բայց երբևէ դա որ արվեստի, մշակույթի, կինոյի ոչ մի բանի մեջ չկա, բա ոնց պետք է մարդը լինի։ Ոնց պետք է լինի։ Ինչով պիտի շարքային քաղաքացին քարոզվի ու գործողություններով պիտի հասկանա, որ դա է լավը, ոնց է Հայաստանը զարգանում, ոնց է երկիրը զարգանում։ Բայց դա օրինակ հարկատուների մասին է չկա, հա, ոնց որ թե երկ, օրինակ հարկատուների մասին կա, օրինակ H1 թվի H1-ի 20 թվի նոր տարվա ֆիլմը Ինչ որ ինքնաթիռը վեսի մուր էին գնում եւ այլն, ինքնաթիռի մեջ իր ՀԴՄ-ը տալիս, մեր սա շատ կարեւոր է եւ այլն, այդ ՀԴՄ-ի քարոզը այդ բանի մեջ կար, որտեւ իրական ինձ չկներես, որ չեն հասկանում, որ քարոզը կարեւոր է։ Չէ, հասկանում են շատ լավ, բայց կուկուռուզ ինչ է ատում, պերոշկի ինչ է ատում։ Դա շատ կարեւոր բան է քարոզը, բայց բանը դրա պատվերը չկա, պետություն դրա պատվերը չի տալու, որտեւ իրեն պետք չի, ինչ աշխատավոր, ինչ էսիմ ինչ, դրանք ով են Հանրությունն էլ պահանջը չի դնում, որտեղ հանրությունը այսօր ընդհանրապես կարելի ասել ոչ մի բանի պահանջը չի դնում։ Հա, պլանկան շատ է իջել ու մտածող, հասկացող մարդիկ էլ խուսափում են, որովհետև հենց որ սկսում ես խոսել այն աշխարհի հայյանքն ու բոտերը եւ իրական մարդիկ ցավոք սրտի նաեւ sense շարքով գալի հերթ են կանգնում, հա, ու դու հասկանում ես, որ կամ պիտի նյարդերը տանջատես ու շարունակես խոսել, որտեղ խնդիրը քո համար կարևոր է, կամ պիտի, չգիտեմ, ինֆարկտ ստանաս, էլի, կամ գնաս ամեն օր այդ քրեական ենթամշակույթը ավելանա։ Դու էլ դառնաս դրա մասը։ Եվ գանք ավետիքի սպասած թեմային ներկողներ հետաքրքիր էր իրականում հետևել Էրիկ Վալերիոսին իմաստով, որ
Բայց այլ մտ հիշեցնենք, ինչ մեկը չի տեսել դա։ Առավոտյան։ Դժվար տեսնել չլի ինչ Դե կարող որովհետև հենց երեկվա ֆենոմենը է դեր էլի, որ մի ներկած էշը ջրեց ամբողջ համարյա կարելի ասել ամբողջ քաղաքական օրակարգը։ Քաղաքական խոսույթը ամբողջապես ջրեց։ Էշի մասին երեք իրականում ավելի շատ են խոսել, քան այս մեկի շքերթի եւ մնացած ամենի մասին։ Շքերթ չկար, կար Նիկոլ Փաշյանի աջակցության շքերթ։ Բայց իրանք համազոր գործողություններ էին, ներողություն, էշի ներկելը եւ այն ինչ որ մեզ ներկայացվեց որպես շքերթ, դրանք համազոր ներողություն գործողություններ են։ Որ սկսվեց հենց այդ լուրը, որ գազանոցից զեբրա փախել, հա։ Հետո անցան նրան, որ քաղաքացու վրա են ծիծաղում, որ այս զեբրը կարող է էշա։ Հետո պարզվեց քաղաքացին ճիշտ էր։ Հետո պարզվեց վերջում այդպես էլ չպարզվեց, իրականում այդ էշը բանից էր փախած, գազանոցից էր։ Չէ, գրել էին, որ չէ, հայտարարել են քաղաքապետարանից կարծեմ փոխքաղաքապետներից մեկը շատ կարևոր հայտարարություն էր արել, ասել էր, որ այդ էշը պրոստի իր համար էշա ներկած։ Հիմա ոստիկանները ման են գալիս, էշի ներկողին ես հասկանում եմ, որ դա շատ մեծ ու ծանր հանցագործություն է, շատ ավելի կարևոր հանցագործություն, քան օրինակ կոռուպցիան, քան անիֆը մնացած ամեն ինչը, ու ոստիկանությունը լծվել է էշին ներկողին փնտրելու գործին։ Իմ չարած էշ ներկելը բավականին մարդասիրական բան է, այսինքն կենթանասիրական էլեմենտ է, որը ասաց, որ դա իրենք են արել, դա գովազդային ակցիա։ Բայց իրանք հավերժ ինչքան որ բաց ու ինչ դպրոցային բան է իսկ ասեմ գրանցին ինչ չեն իրա զեբրը էկո չգիտեմ ինչ էկո կրթարան թե ես ինչ որ զեյրո ես ինչ որ տարբեր մարդիկ երևացին բայց իրանք հավերժ ինչքան աշխատեն Հայաստանում մնան եւ այլն իրանք հիշել են որպես էշ ներկողներ եւ դա կապած ամնալու իրանց էլի գիտես չէ զեբրի բաները շերտերը ինչ հետաքրքիր նշանակություն ունեն իրականում ապա կողմնորոշում են խայթող ճանճերին բորերին որ չեն կարող էլի տեղը գտնեն այդ զեբրի խայթելու համար ու դա ապացուցված փաստ է ու զեբրերի այդ կենսունակությունը Աֆրիկայի բաներում այդ մժღմիջատներով լիքը միջավայրում դրանով է պայմանավորված։ Դե այնտեղ բորերին են մոլորության մեջ գցում, այստեղ էլ հասարակությանն են մոլորության գցում, բանով դերկած ապա կողմնորոշել։ Իսկ դաժե զեբրը իրական չէ, էլի, դաժե իմիջիալ շատ քաղաքական process-ին մոտիկ ինչ-որ process է։ Այնքան բան կա ուրիշ դիմակներով հանդես եկող մարդիկ, թիմեր, գաղափարներ, կեղծ գաղափարներ տարածող, որ դաժե զեբրը ստեղ էշա։ Այսինքն մեծ խնդրեմ է, էլի, ու ամենակարևորը որ մեծ թվով մարդկանց կարողացան տենց իսկապես ուշադրության մեջ պահեն, էլի։ Կար որ գազանոցում ինչ որ ժամանակ զեբրի փոխարեն ջորի էին բերել։ Բանել, հա, իսկապես ներկա ջորի էր, այո։ Խոսում էին ամեն դեպքում այդ մասին։ Չգիտեմ ոնց ավարտվեց այդ պատմությունը, թե զեբրին սատկել էր մինչև բերել նորը բերել բան եւ այլն պիտի բերեն բանան, հա, ամեն դեպքում բայց գազանցի մասին գիտես ինչ պատմություններ կան։ Այդ պատերազմի ժամանակ հայտնի հրամանատարներից մեկը այդպես նստել են սեղան, ինչ մեկ ասլես եղնիկի միշտ չեմ կերել, բան հելել են տես զենքերով գնացել են գազանցում, եղնիկ են սպանել, դրել են կրակին, խորովել կերել են։ Այս վերջերս որ այդ գայլերն շները հարցակվում էին, բան էին ուտում, չէ՞, կենթանիներ են։ Շաբաթը մեկ մի կենթանի զոհվում էր այդտեղ։ Անտոն շները այդ մասիվից իջնում էին, բան ու չեն կամ դեմ առնեն։ Մի խոսքով այդպես մեր գազանոցը շատ բանը իդեպ հիշեցնեմ որ երբ որ Ավինյանը նոր դարձել քաղաքապետ ըստ մեր գազանոցը տեղափոխեր Դալմայայգի ուտեղ շենքեր կառուցել բայց երբ մետրո կառուցել չգիտեմ ուտեղ կառուցել բայց հետո երևի բացատրել եմ որ չգիտեմ ինչ է եղել դե պրինցիպի իրանք այդ տրամբանության մեջ են եկքյազապար կառնեն տանեն ուրիշ տեղ կրթական այդ բոլոր կառույցները հանեն տանեն մի հատ քաղաքում ինչ որ բանը հեսա Արարատ սարը ոնց հասկանում եմ միտեղ բրթելու են ուրիշ տեղ որ մեր աչքին չերևան բոլոր իրանց նյարվերին Նիկոլի նյարվերին չհասնի այսինքն այդ բան էլի ինչ որ մեծ գործեր են անում մեգա չպրոյեկտներ որովհետեւ իրականացված պրոյեկտ չի երևում բայց արդյունքում զբաղացնում են հասկանում ես բոլորի զբաղացնում են այն օրը ինչալոց մեր պատգամավորներից մեկը Լիլիթ Գալստյան ՀԴ-ից հետաքրքիր մի տեսանյութ էր
այսինքն ֆոտոներ էր հրապարակել Հանրապետության փողոցից, որը եթե հիշում եք 24 թվականին այնպես լավ նեղացնում էին, բան էին անում, սալահատակ, եւ այլն խորը ռեկոնստրուկցիայի էին ենթարկում փողոցը, որի հետևանքով այդտեղ թողունակությունը ահագին ընկավ եւ այլն, բայց սալահատակը ամբողջությամբ քայքայված քանդված։ Իսկ նույնիսկ այդ Թումանյան Վարդանանց փողոցի արանքներն նկարել, նույնիսկ այդ մի 400 մետր տեղը կամ նույնիսկ դրանից էլ ավելի պակաս, բան չի ստացվել, հա։ Ու գիտենք էլի ինչեր չի ստացվել, ասենք Ավետիսյան փողոցի այն հատվածը, որը մի 3 ամիս պատրաստում են փակել, չի ստացվում երկար ժամանակ Նորաժնի կամուրջը, հա, որը մի 8 ամիս փակել մի հատ սկզբից, հետո մի 6 ամիս հետո էր փակ, հիմա էլ մի առանձնապես այդպես հիանալի վիճակում մի հատ բան կա, լավ գործիք ունեն ասֆալտը, դու էլ հիմա դրել ես տենց։ Այո, ուրեմն Իսակովի պողոտան բացելու հաջորդ օրը ես այդտեղը վանցնելիս, չէ, տեսնեմ 3 հատ հնդիկ այդ բացելու հաջորդ օրը 3 հատ հնդիկ ասֆալտը կանդում են։ Ես ուղղակի այնքան ուրախ եմ այդ Իսակովը բացվել է, շատ արագ է ասում, չասցրին նկարեմ։ Բայց հետը միասին ասենք նույն ազատության պողոտայի վրա, ասենք ասֆալտը չքանդելու համար ջրագծեր են անցկացնում, ոչնչացնելով փաստացի այնտեղ աճող ծառերը եւ թփերը։ Ալիքը այսպիսի բաներ, որ անհնարին է պատկերացնել, ասենք նորմալ քաղաքի։ Այ լավ թեմա ասեցիր, իրականում ես տղաս աշխատանքագրում, դիպլոմային աշխատանքագրում, դա վերաբերում է ծառահատումներին քաղաքային այդ միջավայրում, ու ես խոսեցի նաև մասնագետների հետ այս ոլորտի, այս իսկականից ահավոր մեծ խնդրեմ է, ահավոր։ Ես ծավալը չէի պատկերացնում, ու երբ որ սկսեցի արդեն խնդրեցի նաև փաստաթղթեր ուղարկել, ինչ որ տենց իրավիճակի գնահատականներ ուղարկել, սա իրականում մենք մի քանի տիպի ցեղասպանական գործողությունների ականատես ենք լինում, որոնցից մեկը էկոցիդն է, ու սա ուղղակի ծառեր չեն, սա մեր բոլորի, այդ թվում նաև մեր երեխաների առողջության եւ ապագայի խնդիրն է։ Ես անկեղծորեն տպավորություն ունեմ, որ մեր հետևից մեր իշխանությունը ընկել է մի այլ կարգի։ Օգտագործում է բոլոր գործիքները։ Երևանյան սակուրաները գիտեք որտեղ են տնկած։ Ստեփանավանում պատկերացրեք Ստեփանավան։ Բայց ոչ մի սակուրը չծաղկեց այս տարի։ Եթե նկատել եք, թղթիկներով ծաղկել բանը կպցնում են։ Չէ, այն Ամերիկայի դեմից բանն է։ Կլինի ինչ-որ բաներ կլինի, ծաղկած ծառ կլինեն, բայց փաստը գրված է նաև որ լիքը ծառը չորացել են, որովհետև դրանք Երևանի համար չեն։ Որովհետև տիկինին է ջան, այսպեսի մի հատ բան կա։ Հիմա եթե ինչ-որ մեկը ասենք մեքենա քշել չգիտի, չէ՞, դու իրան մեքենա 10 ձեռքը, ինքը գնալ է մեռնի։ Չէ, մի քիչ էլ հավեսի ընկնի ու եթե ինքան հիմարա որ համաձայնվում է նստում է մենակ ինքն է խնդրեմ ունենում, դա իր խնդրեմն է, բայց երբ որ իրան տալիս ես մեքենան ինքը մեր բոլորի վրայով է քշում, հիմա այդ խնդիրն է նա, որ մենք ունենք պետություն, բայց մենք չունենք այդ պետության գիտակցությունը, որովհետև դա երկնքից է ընկել մեր գլխին, նրանք ովքեր պայքարել են պետությունը մեր միշտ իրանք շատ ավելի քիչ են եղել, շատ ավելի փոքր տոկոս է եղել, ովքեր այդ գիտակցություն ունեն, հենց մեր պատերազմներում առաջին գնում զոհվում են եւ նորից այդ ինչ որ բան, ինչ որ մեկը գալիս մեզ գրավում է, այդ գիտակցություն ունեցողներին տանում աքսորում է, գնդակարում է, չգիտեմ ինչ անում եւ նորից մենք սկսում ենք զրոյից։ Հիմա ամբողջ խնդիրն է, որ օրինակ ասենք մարդը, որը չի հասկանում, որ սա երկրաշարժի գոտի է, որ ստեղ չի կարելի, ասենք այդքան խիտ շենքեր սարքել, որ ասենք շտապօգնության մեքենան պիտի մտնի, բան չեն հասկանում, որ ասենք հրդե հաշիջման, բանի հրշեջ մեքենան պիտի մտնի բակ, ես իմ այդ բոլոր կողմերից մուտք ունենա, ես իմ ինչ անում եւ այլն։ Հիմա դա տհասության նշան է։ Հիմա տհասության դեմ ոնց են պայքարում։ Կամ հարկադիր ուսումով, տուգանելով, պատժելով էսի միջով, կամ խրախուսելով, որ եթե սա հասկանում ես, չգիտեմ, բանսա մենք էս լավ ենք վերաբերվում, մեդալ կտան գլուխդ կշոյենք եւ այլն, բայց զարգացնում են հասարակությունը։ Հիմա խնդիրն է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն այդ պահը չի ունեցել իր մեջ, այսինքն ասենք, չգիտեմ, Լևոնը մտածել են այս ովքեր են, ես իմ սրանց այս ակադեմիկոսները որ չլինեն ավելի հեշտ կկառավարենք։ Քոչյանը մտածել է սրանք լևոնական ես իմ ինչեր են, այս հայշական ես իմ ինչից ազատվենք ավելի հեշտ կկառավարենք։ Սերժը մտածել է սրանք քոչյանական ես իմ ինչեր են գնանց հանեն գնան երկրից բան ավելի հեշտ է Տիգրան Սարգսյանը ասում է չէ՞ մեր մնան որ հեղափոխություն անեն հիմա նույնն էլ Նիկոլն է մտածում այսինքն ու մենք այդ մեր էլիտան մեր չգիտեմ մի քիչ կրթված մարդիկ մի քիչ չգիտեմ ինչ իրենք հեշտ կան օրինակ ես հիշում եմ որ
իմ հայրս ուներ ընկերներ, դոկտոր պրոֆեսորներ, մաթեմատիկոսներ եւ այլն, որոնք են ամենավատ տարիներն ապրում են Հայաստանում։ Քարտեզ էին փռում, ես իմ Ղարաբաղում բանը պատերազմը ոնց է այս գյուղում ենք, այն ես իմ ինչում ենք եւ այլն։ Ավարտվեց, եղավ 95 թիվը, բոլոր մարդիկ գնացին Հայաստանից, հիմա իրենք ամերիկյան համալսարաններում աշխատում են, չգիտեմ, ինչ որ հա Facebook-յան, չգիտեմ, էլեկտրոնային նամակագույցային, ինչ կապեր կան այդ մարդկանց հետ եւ այլն, բայց այդ մարդիկ մեր սերուցքն էին, որոնք այդ մարդկանց պետքա վերադարձնել Հայաստան, պետքա միջավայր ստեղծել։ Հա, Ես համոզված եմ, որ իրանք կարող են վերադառնալ եւ կվերադառնան Հայաստան, հատկապես նրանք, ովքեր մի քիչ տարիքով մեծ են, իրանք կյանքը ապրել են ու այլևս մնացել է ինչ որ միսիա իրականացնել վերջին։ Ես համոզված եմ, այդ մարդիկ կարող են գալ Հայաստան ու կգան Հայաստան, դրա համար պետքա միջավայր ստեղծել։ Ես կարծում եմ, որ մենք հիմա բոլորին դեմով ենք, բայց այ մեր նժարի պրոյեկտը հենց այդ տրամաբանության մեջ էր ու դա ուղղակի այն բանը չի, էլ ինչ որ մի քիչ փող կտակ, ինչ որ բան չէ, հենց այ գիտելիքի, փորձի, կարողությունների արժեհամակարգի վերադարձը Հայաստան, նենց չի որ Հայաստանում ընդհանրապես արժեհամակարգ գրող չկա, խնդրեմ գոնե դուք ասում եք տառապանքի մեջ նստած եք, ես մեկ-մեկ հասնում եմ տարբեր եթերները ձեր նայելու, հասկանում եմ, որ դա արդեն ֆիզիկական ցավի հասած այ բան է, էլի վիճակ է, երբ որ դու այնքան մտածմունքների մեջ ես, որ դա արդեն դեմքից երևում է, էլի մարդկանց այդ որ լարվածություն են։ Այնպես որ սրա պրոյեկտը կա։ Ուրիշները լացի մատ ունեն, դուք լացի սենյակ ունեք։ Ու ես վստահ եմ, որ մենք սա կարողանանք անենք, եթե տրամադրվածություն լինի։ Սա շատ կարևոր մաս է։ Ամենակարևորը, որ այդ գաղափարները կան, լիքը մարդ կա, թե Հայաստանում, թե դրսում, որ դա պատրաստ են իրancs վրա վերցնելու այդ բեռը, մնում է ստեղ մենք բոլորին մոբիլիզացնելու հարցը ինչ որ ձևի փորձել կարգավորել ու դա հնարավոր է անել։ Ay, քանես լավ նոտ ամեն անգամ լավ նոտ եք մանգալի։ Փորձում ենք, բայց միշտ ինչ որ շատ չի ստացվում։ Բայց կանենք նայ լավ նոտա ստեղծում են։ Ուրեմն այս լավ նոտայի վրա ավարտենք, հուսանք, որ այո, մենք դուրս կգանք այս փոսից ու կսկսենք բարձրանալ։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ դուք դիտում եք Խորագիր հաղորդաշարը, մեր հյուրն էր բոլորին դեմ եմ Դաշինքի, չէ, եւ կուսակցության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, իսկ ես եւ Ավետիք Քերեփյանը ձեզ հետ կհանդիպենք մի շաբաթ։ Ստեսություն։ Եթե Ավետիքը ցուցակից դուրս գա։ Իո, ինչ ասում։ Ստեսություն, բոլոր ցուցակից դուրս գա։